օրերս դարձյալ դատախազությունում եք եղել, այստեղ հավաք է եղել, ձեզ ինչ են խոստացել, ինչ են փոխանցել այդ օրերին, եւ այսօր ինչ սպասելիքով եք այստեղ։ Ես իմ բողոքով եմ եկել, մեր արդար պահանջով եմ եկել, որ ես ով եմ, անգամ ես գնացի դատարան, խնդրում էին միլիցիոներները, որ մի քանի տակ շարված էին, ասում եմ, թույլ տվեք ես ինչ կլինի, գնամ դատավորին ասեմ էլի, որ ես ով է ձեր դեմ կանգնած, մի հատ տեսեք էլի, ես ի վիճակի չեմ արդեն, իմ վիշտը, իմ ցավը այնքան մեծ է, ես ասում եմ, համեմատությունը լավ չի, բայց դարել եմ են կկվի օրն եմ ընկել, որ ձագերին տանում մեկ ուտում են, հիմա վերջինը մնացել անգել են այդ երեխուս հետևից, վատառողջ տղա է, ես եկել եմ ներկայացրել եմ ամբողջ ամսի 7-ին դիմումը տվել եմ, այսինքն ձգձգվում է, ես այսօր էլ եմ ասել իրենց հեռախոսով, ոնց կարելի է, որ այդքան ժամանակ ասենք ձգձգվում եք, ինչի անպայման պետք է մի վատ բան լինի, հա, ինչ եք ուզում, ես անուններ չեմ տալիս իրենց ղեկավարներից, մի խոսքով իրենք ասում են, որ հլը չեն բան արել, այդ հարցը հլը չեն ուսումնասիրել, չեն քննարկել, բռնելուց րոպեական կայծակնային ձևով բռնում տանում են, չես հասցնում երեխի տերեսն էլ տեսնես, իսկ որ պիտի արդեն ասենք անօրինական գործ է արվել, ասում եմ ինչի եք ընդեղ ուղարկել, իրանք իրանց սխալը երբ դիսկը վերցնեն, օրինակ, որ իրանք են, չի սխալ մոտեցում ման արել, չեն կանչել մասնագետ, որ իմանան այդ փաստաբանի ներկայացրած թղթերը ճշտ են արդյոք այդ մարդը իրոք լուրջ հիվանդ է, թող բերեին, այդքան դժվար էր, այդ օրենքի ձեռքը տենց հնարավորություն չկա, որ մասնագետ կանչեին, բժիշկ կանչեին, որ նայեին իր էպիգրիզները, իր փաստաթղթերը, իր այդ ամբողջ դիագնոզները նայեին այդքան հիվանդություն ունեցող մարդուն, որ բժիշկների հսկողության տակ է իմ երեխան, պիտի ինչի իմ տղաս, ինչի պետք է հանուն, ինչի հանցագործություն ատարել, հանցագործները ֆռում են, ոչ մի հանցագործություն իմ երեխան չի կատարել, կատուն որ կատու է, խփում ես, այսինքն չհանչում է, իրանք չպաշտպանվեն, ասեն sense ձեռքների հետևը դրեն, ասեն խփեք, ու հարվածել են տղայից, նենց են խփել, որ այդ կարդիո սիմուլյատորը խախտվել է, իմ երեխան ընդեղ հիմի անտերության մեջ, չգիտեմ որ վատանա ով է տիրություն անելու, այդ ոնց պիտի լինի սրա վերջը, ես չեմ իմանում, ես արդեն 4 օր է, ես իմ տեղս չեմ գտնում, Տիկին Մարիամ, օրեր առաջ ձեզ ինչ են խոստացել, կասեք ում հետ հանդիպեցիք եւ ինչ խոստացել։ Բանել չեն խոստացել, ասել են դիմումը գրի, ես էլ Աննա Վարդապետյանի անունով դիմումը գրել եմ, բայց իրանք ասում են պետք է ուղարկենք շրջանային, այսինքն այդ տարածքը, որտեղ որ դատել են Արսենին, այդ տարածքի դատախազություն են ուղարկել։ Հիմա էլ նրանք այտենց հապաղելով, այտենց զգզգելով, ես չգիտեմ ինչքան պետք է, ես մի օրն էլ, մի ժամն էլ իմ երեխու համար նշանակություն ունի, որ շուտ դուրս գա։ Ինքը հանցանք չի գործել, եթե հանցանք է, ամբողջ խմբով են, մեր ամբողջ ծնողներն են նույն գործողությունն արել։ Այդ ընդհարումը, որ եղել է, ակցիան արել են, ակցիա անելը, երեխուն պահանջելը հանցանք, հա, ինչ եք միլիցիաներին քսի տալիս երեխեքի վրա, այդ ծնողների, այդ ուժասների վրա, ինչ են քսի տալիս, հա, հասկացանք, որ հիմա կոպիտ է հնչում, որ ասում եմ, որ այդ քսի տալը, բայց դե իրոքը տենց է, հրահանգ է ուղարկված, ինքը իմ տղայի վրա ատամ ունի, ով վարչապետը, ով եք ուզում հարցնեք, վարչապետը, ինչու, որովհետև Արսենը միշտ խոսել է, իրան դուր չի գալ իրան դեմ են խոսում, իրան դեմ են խոսացել, անձամբ ինձ մենք հրավիրված ենք եղել, ես անցած անգամ մի անգամ եղել եմ 2 տարի առաջ ասել եմ այդ մասին, ընդունարանում ինձ ասում է, պետք է տղիդ վրեն գործարություն, որ խելքը գլուխը գա։ Վարչապետ, հա, վարչապետ չեղածը, այդ այ ասել ինձ, ասում եմ, դու իմ նման ծնողին, որ 2 կորուստ ունեմ, դու այդ ձևի բան ես ասում, չեք անհարմար չի, ու այտենց վիճել եմ դուրս եմ եկել իրա ընդունարանից, ու մինչև հիմա իրա ծրագիրը չի կարում իրականացնի, Արսենի հետևից ընկած 3 տարի քաշքշեց դատարաններն ու քննչականները, արդարացվեցի մեր երեխեն, ոչ մի բան էլ չէր արել, չգնանք, չասենք հրամանատար։ Արսենն ենք եղել նույն գործը, որ ասում է 3 տարի չորչորում են, էլի, ասենք դեմից Արսենի վրա մի հոդված էր, հետո իմ վրա 2 հոդված էր,
Հետո ասենք սլակները ոնց որ ճիշտ ասած բոլորս ասենք մենակ դեբիլ մարդը կարա չհասկանա որ սլակները ուղղված է դեպի Արսեն Ղուկասյանը ժողովուրդ ջան այդ դեպքի օրը ես էլ եմ այնտեղ ներկա եղել բոլոր ծնողներն են ոնց եղավ այն մի ծնող արդարացավ ասենք Արսեն ում որ արդարացվեն թողել են այդ օրը նույն ձևի Արսեն Ղուկասյանն է տեսել չէ՞ որ այդ ծնողի վերնաշապիկի վրա այրան հետքեր կա որ ասենք այդ կադրերի մի հատ հետ է որը ձեռատալի հետ են ներկայացնում հանրությանը ասենք ձեռնափայտը վերածվում է Տրուբայի արմատուրայի ես քի ասացի իրանց համապատասխան այդ վիճակով հիմքերն որ ասենք մի բոլորս դուսը ազատության մեջ են եթե հանցախումբ է ուրեմն հանցախումբ է բոլորս ենք հանցագործ իմ ասածս էդ է ստե բարձ ակնհայտ երևում է որ խոսքի լռեցում Արսենը կարում է ճիշտ մտքերը շարադրի իր ցավը արտահայտվի սլակները ուղղված է դեպի Արսեն Ղուկասյանին լրեսներու վախենալու լրեսներու իրանք են ուզում վախացնեն իրանք են ուզում վախացնեն իսկ Արսենը ձեռնափայտ ինչի համար է պահում որտեվ իր ծունգն էլ է ենթակա վիրահատության այդ դեֆարտրոզա այդ ամբողջ ոսկրերը հիմա ինքը նակալենիկով բանով փայտով որ շատ պարտադիր պետք է ասենք որ բանալնում մի քիչ հոգնումա չի կարում առանց փայտի այդ ձեռնափայտը չի պահել կռի բանելու համար ձեռնափայտը որ մեկին կապել է կամ քսվել է թող մեկին ցույց տան որ ինչ որ մեկի վրա այդ ձեռնափայտով գործողություն արվի չի եղել որտեղ է ցույց տա որ արածելներ տեղում կբռնեին չէին սպասի 6 օր անցնել հետո որ եղավ կրճատված էին ձեզ մոնտաժված արդյունքում ասենք 95% համոզում եք դա ոստիկաններն հերվիստ կարում ոչ մի ծնող այդ ժամանակ առանցելը քիչ է եղել ի՞նչն է հիմք եղել ասենք այդ եղավ դրանից հետո մեզ ընդունեցին մինչև գիշերը ուշ ժամին դեղ ենք եղել դրանից հետո որոշի որ հանցագործենք ոստիկանությունը տային թող միանգամից մեկ բան ենթարկեին տվյալ տեղում թե անեն ասել դա նյութը կա այս մարդը նկարագրում են ձող ինքը հատուկ նկարողներ ունի պահը որսացել են այդ Եվրոպային որ Բեռնախցիկից հանել է ձեռնափայտը հերվիս նկարել են ձեռնափայտն էլ ձող են ներկայացրել նկարը ասենք նույն այդ մասը որ ծնողները գետինը ընկած ասենք թավալ են տալի էդի չեն նկարում տշում են ծնողները չեն նկարում ասենք նույն Եռաբլուրի դեպքը ասենք ծնողներին բռնում քաշ են տալի տանում են սա արդար են մեղավորը մենակ կորցրած անհետ կորացի զովասների ծնողներ են մեղավոր այս պետության մեջ իրանցից լավ սրիկա ու մեղավոր չկա ով արել է դատաստանին հասնելու է վաղ թե ուշ բոլորից գալա մի օր որ սաղին մնալ է մի օր թող հասկանան գիտակցեն հիմի մերը կայնած է որդուն կորցրած թորի վիճակը անհայտ հիմի տղեն է այս վիճակի մեջ հանցագործենք մենք բոլորս է մեր քրտինքով աշխատող մարդիկ ենք